Մածունը մարդկությանը հայտնի է 2000 տարուց ավել։ Ծննդով այն հայկական լեռնաշխարհից է։ Հնում մածունը պատրաստում էին թանկարժեք կճուճների մեջ, որը թաղում էին հողի մեջ, ջերմաստիճանը հաստատուն պահելու համար։ Մածունը համարվում է բուժիչ մթերք։ Բարի օր։ Այսօրվա կերակուրը, որը կառաջարկեմ միասին պատրաստենք, հայկական խոհանոցից է։ Պատրաստելու ենք սպաս։ Ավելի շուտ սպասի մեր տարբերակը, չնայած այն այդքան էլ չի տարբերվում դասական տարբերակից։ Սկսենք ձավարից։ Վերցրել եմ Մառանիկ ընկերության ձավարը։ Հոսող ջրի տակ լավ լվացել եմ, 2 ժամ թողել եմ սառը ջրի մեջ, որից հետո կրկին լավ լվացել եմ, որից հետո մնում է այն խաշել։ Այո, ձավարը հարկավոր է նախապես խաշել առանձին։ Այլապես թթու միջավայրում այն մինչև վերջ չի եփվի։ Վրան լցնում ենք սառը ջուր։ Եվ ուղարկում ենք եփվելու։ Եփվիր ձավար։ Գործ ենք դնում կաթսան, որի մեջ պատրաստելու ենք սպասը։ Դու կողք գնա, դեռ պետք չես։ 1 ձու ենք ջարդում։ Հարում ենք այն։ Կարելի է մի պտղունց աղ գցել, որպեսզի լավ հարվի։ Ավելացնում ենք 1 ճաշի գթալ ալյուր։ Կրկին հարում ենք այնքան, մինչև գնդերը ալյուրի վերանան։ Ալյուրի գնդերը քանդելուց հետո շնորհակալություն դու ազատ ես։ Ավելացնում ենք 1 բաժակ թթվասեր։ Գործ ենք դնում փայտե գթալը։ Թեպետ սպասը պատրաստում եմ փայտե գթալով, ճիշտ է այդպես է։ Անմիջապես կավելացնեմ նաև 1 բաժակ մածուն։ Ընդհանուր վերցրել եմ 1.5 լիտր մածուն։ Կամ կարելի է ասել 1.5 կիլոգրամ, քանի որ այն պինդ է, այդպես կիլոգրամով են չափում։ Խառնում ենք։ Հենց մածունը, ձուն և թթվասերը ձուլվեցին, ավելացնում ենք մնացած մածունը։ Եվ դնում կրակին։ Կրկին խառնում ենք։ Հետո քիչ ավելացնում ենք 1.5 լիտր մածուներ, այսինքն 1.5 կիլոգրամ, 750 միլի ջուր, սառը ջուր, կամ կարելի է տաք ջուր, ավելի շուտ տաք ջուր, սրա կեսով։ Մինչ եփվում է ձավարը և մածունը նախապատրաստենք
համեմունքը։ Գործի դնենք տախտակը։ Թարմ կանաչ սոխ ենք տապակում։ Մի քանի կաթիլ Սլոբոդա ապրանքանիշի բուսայողով վերցրել եմ Սլոբոդա ապրանքանիշի ձիթապտղի և արևածաղկի խառնուրդ։ Երեք փետուր կանաչ սոխ ենք մանրացնում։ Համեմում ենք աղով, Մարանիկ ընկերության, աղացած սև պղպեղով, խառնենք կաթսայի մեջ եղածը, և կարելի է փայտե գթալը թողնել կաթսայի մեջ։ Տապակվող սոխին առաջարկում եմ ավելացնել թարմ հազրևարդ, հազրևարդի տերևներ, շատ չէ։ Կես գթալից էլ քիչ, կարելի ասել մեկ պտխունց, չնայած թարմ կանաչին մեկ պտխունցով չափել հնարավոր չէ։ Մանր կտրատում ենք։ Եվ ավելացնում սոխին։ Սա վերցնում ենք կրակից։ Թարմ կանաչներից կառաջարկեմ նաև նանա պարտադիր ուղղակի, 2 ճուղ և 2 ճուղ համեմ, 3 ճուղ համեմ, թող լինի 4, դեմ չէ։ Օգտագործում ենք համեմը ամբողջությամբ, ցողունով, իսկ նանան միայն տերևները։ Սա էլ մանրացնենք և լցնենք տապակված կանաչ սոխի վրա։ Տեսնենք ինչ վիճակում է ձավարը։ Ջուրը գրեթե վերջացել եմ և ձավարը փափկել, եփվել եմ։ Շատ կարևոր է, որ ձավարը եփված լինի։ Լցնում ենք կաթսայի մեջ։ Վերցրել եմ 1 բաժակ ձավար։ Եվ ոչ մի ձավար չպետք է կորչի։
Այստեղ կավելացնեմ նաև չորացրած նանա մառանիկ ընկերության։ Այ հիմա լավ է։ Համ տեսենք։ Ամեն ինչ տեղում է։ Եվս 3 րոպե կեփենք, որից հետո կարելի է ըմբոշխնել։ Սպաս։ Կաթսայի մեջ ձուճ ջարդել, հարել, ավելացնել ալյուր, հարել, ավելացնել թթվասեր, մածուն, լավ խառնել։ Հենց միասեռ զանգված ստացվի, կրկին ավելացնել մածուն։ Կաթսան դնել կրակին, քիչ-քիչ սառը ջուր ավելացնել։ Քիչ անց ավելացնել նախապես խաշած ձավար։ Համեմունքի համար բուսայուղ տաքացնել, մանր կտրատած կանաչ սոխ տապակել։ Համեմել աղով, սև պղպեղով։ Ավելացնել հազրեվարդի մանր կտրատած տերևներ, մի կողմ դնել։ Վրան լցնել մանր կտրատած համեմ եւ նանայի տերևներ, խառնել։ Ավելացնել չորացրած նանա, տեղափոխել կաթսայի մեջ։ Եփել 3 րոպե, մատուցել։ Եվ վերջում առաջարկում եմ միասին պատրաստենք սառը ապուր գազպաչո։ Սկսենք տախտակը տեղադրելուց։ Պատրաստվում է ամեն ինչ շատ արագ եւ կարևորը ջերմային մշակման չի ենթարկվում։ Սկսենք լոլիկներից, հիմնական բաղադրիչից։ Կվերցնեմ 3 լոլիկ, հեռացնում ենք լոլիկների պտղակոթերը, կարելի է իհարկե նաև կլեպը հեռացնել, բայց կարելի է նաև չհեռացնել։ 3 լոլիկներից 2-ը անկանոն կտրատում եւ լցնում ենք բլենդերի մեջ։ Նկատի ունեի հարիչը։ Վերջին լոլիկը մանր կտրատում ենք։ Եվ լցնում ենք ապակյա թասի մեջ։ Անցնենք արագ մյուս մթերքին։ Դա կարմիր քաղցր պղպեղն է։ Կեսը նույնպես անկանոն կտրատում ենք, լցնում հարիչի մեջ, իսկ կեսը մանրացնում եւ պահում ենք։ Նախ հեռացնենք պտղակոթը եւ սերմերը։ Սա լցնենք հենց լոլիկի վրա։ Երեք բջեղ սխտոր։ Սխտորները չենք պահում։ Ուղղակի մանրացնում ենք եւ լցնում հարիչի մեջ։ Մեկ չիլի պղպեղ։ Հեռացնում ենք պտղակոթը եւ ամբողջը սերմերով
գցում հարիչի մեջ։ Ունենք նաև վարունգ այս ապուրի մեջ։ Կտրում ենք ծայրերը։ Մեկ վարունգը ուղարկում ենք հարիչ։ Մյուսը մանր կտրատում եւ պահում ենք։ Մանր խորանարդիկներ ենք կտրատում։ Սա էլ լցնենք թասի մեջ։ Մյուս բաղադրիչը կարմիր սոխն է։ Սրա կեսը մանր կտրատում ենք։ Սա լցնում ենք առանձին թասի մեջ, պետք է մարինացնենք ավելորդ կծվությունը վերացնելու համար։ Իսկ մյուս կեսը գցում ենք հարիչի մեջ, ինչպես բոլոր մթերքները։ Ինչպես ենք մարինացնում։ Կվերցնեմ Մարանիկ ընկերության աղ, շաքարավազ, մեկ երրորդ կիտրոնի հյութ, և տրորում ենք։ Թող մարինացնի։ Մյուս բաղադրիչը հացի շերտն է։ Մեկ հացի շերտ։ Սա էլ կտրատում ենք խորանարդիկների և գցում հարիչի մեջ։ Կտրատում եմ, որ ավելի հեշտ հարվի։ Ձիթապտուղ 10 հատիկ կանաչ ձիթապտուղ խճողված մանդարինով մանր կտրատում և պահում ենք։ Սա էլ լցնում ենք պահած մթերքի վրա։ Հարիչի մեջ ավելացնում ենք Սլոբոդա ապրանքանիշի ձիթապտղի և արևածաղկի խառնուրդ, բուսայուղ, 3 ճաշի գթալ։ Եվ կարծես վերջ։ Եվ խնձորի քացախ 2 ճաշի գթալ, պարտադիր ուղղակի։ Հարում ենք։ Եվ վերջում հարկավոր է ապուրը, քանի որ սառը ապուր է, հարկավոր է սառեցնել կամ 2 ժամ պահել սառնարանում։ Նրանք ովքեր շտապում են, անում են այսպես, լցնում են սառույց, մոտ 10 հատիկ սառույց։ Լցնում են և ևս մեկ անգամ հարում։ Չմոռանանք աղը, մեկ ճաշի գթալ աղ ենք լցնում, սև պղպեղ, մեկ թեյի գթալ, և վերջ։
Լցնում ենք թասի մեջ։ Պայստավորած բաղադրիչներն ենք լցնում։ Մարինացված սոխը նույնպես։ Խառնում ենք եւ մատուցում։ Նրանք, ովքեր ուզում են շատ սառը լինի, կարող են պայել սառը նրանում, կամ կարող եք սառույցով մատուցել։ Կզարդարենք թարմ կանաչու տերևով։ Գազպաչո։ Հարիչի մեջ լցնել կտրատած լոլիկ, քաղցր պղպեղ, չիլի պղպեղ, վարունգ, մանր խորանարդիկների կտրատած հաց, բուսայուղ, խնձորի քացախ, հարել, վրան ավելացնել սառույց, կրկին հարել, ընթացքում ավելացնել սև պղպեղ, հարելուց հետո լցնել թասի մեջ, ավելացնել մանր կտրատած լոլիկ, քաղցր պղպեղ, վարունգ, մանդարինով խճողված կանաչ ցիթապտուղ, աղով մարինացված կարմիր սող, խառնել, մատուցելիս զարդարել թարմ կանաչու տերևներով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի կրծքամիս, դդմիկ, քաղցր պղպեղ, գազար, սխտոր, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։